Ողջույն իմ ամենաշատ սիրելի հեռուստատողներին, ողջունում եմ Լոս Անջելեսի ABC հեռուստակայանի եթերում եւ բնականաբար նաեւ տեղեկացնում եմ, որ դուք կարող եք մեր հաղորդաշարերը բարբերաբար դիտել Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Մենք խոսում ենք կարևորի մասին, մենք Սփյուռքի առաջ ենք եւ շատ կարևորում եմ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների խոսքը տվյալ ժամանակաշրջանում, որտեղ իրողությունը մի փոքր անհասկանալի է եւ ընդհանուր առմամբ մենք այսօր ունենք նույնպես շատ հետաքրքիր զրուցակից։ Ես նախ ուզում եմ մեր հաղորդման սկզբում ներկայացնել մի փոքրիկ կենսագրական, որից հետո կվերադառնանք եւ արդեն իմ հյուրին ինտերակտիվ կապով կներկայացնեմ իմ տաղավարում։ Դե ինչ, տեսանյութ ձեր եթերում։ Մարտիկ Յուրիկի Գասպարյան ծնվել է 1961 թվականի մայիսի 6-ին Գորիս քաղաքում։ Տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։ Ռուսաստանի Դաշնության կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի անկախ գնահատողների ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար, Մոսկվայի վերահսկչական հաշվիչ պալատինկից փորձագիտական խորհրդի անդամ, հայտնի է հայ պատմամշակութային ժառանգության վերաբերյալ արժեքի հաշվառման գործով։ Դե ինչ, կարծում եմ բոլորիդ համար հետաքրքիր է այսօրվա եթերը լինելու, մնացեք մեզ հետ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր սիրով ուզում եմ ներկայացնել իմ հյուրին, որը ապրում է Մոսկվա քաղաքում եւ բավականին մեծ գործունեություն է ծավալել իր ողջ կյանքում։ Մեր ինտերակտիվ կապի հյուրն է այսօր Մարտիկ Գասպարյանը։ Ողջույն, պարոն Գասպարյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Կենսագրականում մենք մի քիչ հակիրճ ներկայացրեցինք, թեև ձեր մի ամբողջ կյանքի անցած ճանապարհ շատ հետաքրքիր է եւ կենսագրական ավելի մեծ բնորոշող տնտեսագիտության գծով 2020-2023 թվականի Նոբելյան մրցանակի տեխնացու աշխարհի ժողովուրդների ժառանգության համաշխարհային կենտրոնի ցեղասպանությունների կանխարգելման կենտրոնի համակարգող։ Հենց այս իրականության ուզում եմ առնչվենք միասին եւ այն հարցը, որ ուզում եմ խոսել ձեզ հետ, նախ բացի դրանից նաեւ տնտեսական համակարգող, մշակութային, պատմամշակութային համակարգող, մի խոսքով շատ կարեւոր հարցերի շուրջ եմ ուզում ձեզ հետ քննարկել։ Սփյուռքում տեղի ունեցող իրականությունը բոլորիս արդեն քաչայտնի է, դուք եք ապրում Սփյուռքում, ինչու՞ չէ, այսօր սովետական սոցիալիստական հանրապետությունների միությունը իրարից բաժանարար, ամեն մեկս մի Սփյուռք ենք ճանաչվել։ Հետաքրքրական է Դավոսում Նիկոլ Փաշինյանի այդ անհասկանալի արտահայտությունը կապված ցեղասպանության հետ, քանի որ դուք ցեղասպանությունները կանխարգելման գծով ներկայացություն էլ ունեք ձեր իրականության մեջ, ես ուզում եմ հասկանալի դարձնենք մեզ համար։ Ինչ է սա նշանակում։ Փաշինյանը փաստորեն մեզ մոռացության է տալիս ցեղասպանությունը, թե ինչ է կատարվում առհասարակ, փորձեք մեկնաբանել, խնդրում եմ։ Շնորհակալություն, հետաքրքիր հարց է, այսօր յուրաքանչյուր հայ Սփյուռքի աշխարհի հուզող հարցն է։ Այո։ Ինչ ուրեմն ներկայումս սցենարներ են պատրաստում, բայց սցենարների տակ թաքնված են կոնկրետ գործողություններ։ Եթե նախկինում բոլորը դերասաններ էին, հիմա ռեժիսուրա է գնում։ Հիմնական հարցը ինչու՞մն է կայանում։ Հիմնական հարցը կայանում է նրանում, որ արդեն ցանկանում են, եթե մինչև հիմա Հայաստանի միջազգային իրավունքի սուբյեկտ, որը մենք բոլորս գտնում ենք ռեզերվացիա է, եւ ներկայումս ցանկանում են այդ ռեզերվացիան կողպեքով բանալիով փակեն։ Եվ այստեղ անհրաժեշտ է հայ ժողովրդի համախմբված ստորագրությունը։ Այսինքն միայն Նիկոլի Բարաթը, որ 20 թվականին մեր ողջ ժողովրդին շնորհեց պիտակը կապիտուլյանտի, այսօր արդեն դրվում է եւ ֆաշիստի պիտակը եւ միևնույն ժամանակ կասկածի տակ է դնվում հայոց ցեղասպանությունը։ Առաջին հերթին գուցե այս հարցին մեր ժողովրդի ուշադրությունը ներկայացնել, որ այսօրվա դրությամբ լիովին ոչ մի նոր բան չի եղել, մինչև չմաքրվի, լուստրացիա չկատարվի, մեր ժողովուրդը շատ խորը ոչ մի միջոց չի ձեռնարկելու։ Այսինքն այն ամենը, ինչ աշխարհի մոտ ուժերը ստեղծել են, ես ասում եմ աշխարհումները, եւ այսօր ցանկանում են փակել, ոչ միայն փակել, այլ երկրագնդի վրա նույնիսկ ազգանունները փոխած հայերին բոլորին եկել է վերացնելու, վերջացնելու ժամանակները։ Եվ այսօր պետք է ճիշտ ստապ ընդունենք,
եւ համախմբվենք իրար սիրելով, հարգելով կոնկրետ միջոցներ ձեռնարկենք։ Առաջինը որպես հայությունը երկարատև 600 տարվա ընթացքում ձեռք բերեց պետականություն, որը ոչ ելք ունի ծովին, միայն իսպյուրս աշխարհի մարդկանց հետ կապված, ոչ հետաքրքրություն է ներկայացնում, միայն Սփյուռքին է հետաքրքիր, այսօր լիովին խախտվել է Հայաստանի անկախության հռչակագիրը։ Առաջին հարցը վերաբերում էր Արցախին, ես չեմ խորանում շատ կարճ, երկրորդը արդեն վերաբերվում է հռչակագրի 11-րդ կետը, որը քրեորեն դատապարտելի է։ Այսօր յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի քաղաքացիները եւ իսպյուրս աշխարհի բոլորը պետք է դիմեն Հայաստանի դատախազությանը, թե on-line, թե այսպես ասած պակետային ձևով, թե խմբերով, որպեսզի դատախազությունը, հանրապետության դատախազը կոնկրետ միջոցներ ձեռնարկի Հայաստանի Հանրապետության հռչակագրի խախտման, ուրիշ հռչակագիր չկա, մինչև այդ խոսում էին հռչակագիր փոխել, հռչակագրի խախտման, դրանք դա ազգային դավաճանություն է, որովհետև միևնույն ժամանակ ես կուզեի, որ մեր ժողովուրդը քաջատեղյակ լինի, որ 2018 թվականից խախտվել է Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքի սահմանադրությունը։ Հիշեք, այդ Թավշյա հեղափոխության ժամանակ 2018 թվականի մայիսին Վայքի մարզի եւ Նախիջևանի հարակի սահմանային փոփոխություններ կատարվեց։ Այդ փոփոխությունները վերաբերվում են Հայաստանի Հանրապետության տերիտորիալ ամբողջականության խախտման, իսկ սահմանադրական իրավունքը, որը հենվում է ֆրանսիական սահմանադրական 5-րդ հանրապետության իրավունքի վրա, միանգամայն ուրիշ կերպ է ընդունվում միջազգային իրավունքով։ Տեսեք, եթե կա քրեական իրավունք միջազգային իրավունքով, ամեն մի միջազգային իրավունքի սուբյեկտ ընդունում է իր օրենսգիրքը, քրեական, քաղաքացիական, իսկ սահմանադրական իրավունքը մենք բոլորս պետք է տեղյակ լինենք։ Եթե սահմանադրական իրավունքի մի կետ խախտվում է, այդ սահմանադրությունը չի գործում։ Ուստի մենք բոլորս պետք է վերականգնենք առաջին հերթին գործադիր, օրենսդիր, կարգադրիչ օրգանները, դատական ամբողջ համակարգը, իսկ հետո մեր ժողովրդին իրավունք է տրվում միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում վերականգնելու սահմանադրական իրավունք։ Ես ավելի կարճ ձևով ներկայացրեցի, այս ամենը հասկանալի է եւ կոնկրետ կապ ունի այս մեր իրականության հետ եւ փաստորեն քրեորեն դատապարտելի է ցեղասպանությունը կասկածի տակ դնելը եւ առհասարակ հրաժարվելը, որովհետեւ բազում պետություններ այդ ամենը ընդունել են եւ իհարկե նաեւ Սփյուռքի գոյությունը հենց կազմված է ամբողջությամբ ցեղասպանությունից եւ Դավոսում մենք տեսանք այդ մի քանի սփյուռքահայերին, ովքեր լրությամբ այսպես գլուխ էին թափ տալիս եւ կարծես թե ընդունելի էին համարում Փաշինյանի այդ մարազմները, ամեն դեպքում դուք աշխարհի ժողովուրդների ժառանգության համաշխարհային կենտրոնի համակարգող եք։ Մենք Հայաստանը, մենք հայ մարդ, որպես հայ մարդ, ինչ ժառանգություն ունենք այս իրականության մեջ։ Այնց հետաքրքիր է։ Ինչպես։ Շնորհակալություն։ Ուրեմն մեր ժառանգությունը այնքան շատ է եւ քրիստոնեությունից առաջ եւ քրիստոնեությունը ընդունելը ինչքան վերացնում են այնքան դուրս է գալիս։ Այսինքն մեր ժողովուրդը աշխարհի տարբեր ժողովուրդներ ժամանակի ընթացքում ապրում են տարբեր երկրագնդի տարբեր մասերում եւ պատահական չի, որ միջազգային իրավունքով պետությունները ճանաչվում են, բայց սահմանները առանց սահմանների։ Հետագայում է լուծվում այդ հարցերը։ Հայկական լեռնաշխարհը մեր բնորանն է։ Եվ այդ լեռնաշխարհում մեր ժողովուրդը դարերի ընթացքում, հազարամյակների ընթացքում այնպիսի գոհարներ է ստեղծել իր ստեղծագործ աշխատանքով, ուղղակի վերջին 100 տարվա ընթացքում այդ չդատապարտված ցեղասպան մեքենան ցանկանում է լիովին վերացնել, ջնջել հայկական հետքը։ Եվ այդ ժառանգությունը մերն է։ Իրոք ինչ վերաբերվում է մեր ժառանգությանը, դա հենց նորությունն է եւ կուլտուրալոգիայով եւ տնտեսագիտության մեջ ներկայումս աշխարհի բոլոր փորձագետները իրենց առարկան մեթոդիկան հենց սովորում են դեր խոնարհ ծառայի կողմից եւ
մի շարք գիտնականների կողմից հենց այդպես էլ կոչվում է Հայաստանի պատմամշակութային ժառանգության կվալիմետրի գնահատում, այսինքն գնահատողները, դատական փորձագետները բոլոր իրենց առաջին այսպես ասած գիտելիքները եւ արվեստավարժ գիտելիքները ստանում են այդ դասագրքով։ Սկսած հետանոցություն ժամանակաշրջանը մերը չի։ Մենք ունեցել ենք մեր առարչական ուսմունքը մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից մինչև քրիստոնեություն ընդունել 4-րդ դարը, դա հելենական հետանոցության ժամանակաշրջանն է։ Ուղղակի պետք է այսպիսի մի բան Սունդուկյանի մոտ կա Պեպոյի բարաթը, որը 100 տարի օգտագործում են բոլորը բացի մեզանից։ Այսօր պետք է մենք սկսենք մեզանից կարողանանք այդ Պեպոյի գծիկը բացել միջազգային հանրության ամենաբարձր մակարդակով մեր հետ կապված բոլոր իրավական հարցերը լուծված են եւ դե յուրե եւ դե ֆակտո։ Ուղղակի մենք պետք է այսօր կարողանանք տեր կանգնել։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ապրող մեր ազգի ներկայացուցիչները, հայերը միայն չեն կարող այդ աշխատանքը անել, ինձ թվում է ներկայումս Սփյուռքում մեծ ինտելեկտուալ եւ նյութական եւ ֆինանսական ռեսուրսներ կա, այսօր մենք պետք է այդ ցույց տանք, պետք բառը չեմ ուզում ասել, իսկ դա ցույց տալու ճանապարհները երկուսն են։ Հայաստանում մոտորապես կան 300 բնակավայրեր, մի քիչ ավել, մի քիչ պակաս դատարկվում են, եւ Սփյուռքի տարբեր ծայրերում մնացող կազմակերպությունները, քաղաքացիները այդ ստեղծված ինվեստիցիոն ատլասներով, նման փորձեր ունենք տարբեր պետություններով, մենք պետք է տեր կանգնենք մեր բնակավայրերին, անկախ տեղական բնակիչներին կարողանանք կապել Սփյուռք եւ տեղական բնակավայրեր։ Այդպիսի աշխատանքներ սկսվել են, արվում է, բայց մասսայական չէ, որովհետև 30 տարիների ընթացքում Սփյուռքից պահանջել են միայն գումարներ եւ ասել են դուք գործ չունեք։ Եվ մեր ժողովուրդը իրոք հիասթափված է, որովհետև մենք տեսանք պատերազմից առաջ 44 օրվա այդ ստեցված արտաբյուջետային ֆոնդերի գումարները կառավարությունը վերցրեց, ուրիշ երկրներում նման իրավիճակում կառավարությունը հրաժարական է տալիս։ Այսօր եթե Ասեք, շնորհակալ։ Ես եմ ձեզ լսում։ Այսօր ես կոչ եմ անում Իսպիրոս աշխարհի մեր հայերին, որ իրոք ժամանակը օր հասարակական է, բայց իրոք այսպես էլ պետք է լինի։ 35 տարվա, 34 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունները եկել են Արցախ եւ ցեղասպանություն ճանաչելու լոզունգներով եւ չեն ճանաչել ժողովուրդը դուրս է շպրտել։ Եվ այսօր նույնպես կանգնած ենք, բայց սրանք, այսպես ասած, ասում ենք, ցեղասպանությունը իրականացնել են թուրքերը եւ քրդերը ջոմնաների հանձնարարությամբ։ Այսօր Հայաստանում նույնպես նստած են այդ ջոմնաները եւ Ադրբեջանում են նստած ջոմնաները, նրանք այսօր որ յուրաքանչյուր թուրքի կամ ադրբեջանցու այսպես թափահարես, ոչ մի թուրքական բան չի լինի, Ալտայից այստեղ չկա, ամեն ինչ ասորացիների, գույների, հայերի խառնուրդներ են եւ գենետիկ այդ հարցը այդպես է։ Պարոն Գասպարյան, գիտեք, պարզապես ես ուզում եմ մի շատ կարևոր հարց ձեզ ուղղել։ Այսօրվա իրականության մեջ կարծես թե ամեն ինչ թերի է ընթանում եւ այդ թերի իրավիճակները արդեն տարածություն են ստանում ամբողջ ժողովուրդների մեջ, մեր ազգի մեջ եւ այս թերիությունը դառնում է հիմք անգամ Սփյուռքի այս պարակտման process-ը, Սփյուռքահայության այս ուժը, ներուժը կորցնելու գաղափարախոսությունը եւ այսօր կոնկրետ իրավիճակը այնպիսին է, որ ոչ մի ազգային գաղափարախոսություն, ոչ մի ազգային քարոզչություն, ոչ մի ազգային պայքար, ամեն ինչ դրված է ինչ-որ մի շեղ իրականության վրա, որը որ անհասկանալի է եւ ոչ մի նման տեսակ այսպես պայքարի մղում գոյություն չունի։ Կարծես քննացրել են մի ամբողջ ազգի եւ ուզում են որ համակերպվենք այս դառը իրականության հետ։ Ու այնպես են դարձրել, որ ամեն մարդ միայն մտածում է իր գրպանի պարունակության մասին եւ կերակրատաշտի պարունակության մասին։ Այսինքն ինչու ենք մենք հասել այսօրվան եւ երբ հասանք այսօրվան եւ արդյոք սրանից դուրս գալու երթերը շատ հեշտ են լինելու։ Ուրեմն աշխարհի
գիտուն մարդիկ 40 տարվա ընթացքում ներկայացրել են ներկայիս վտանգներն ու արհավիկները։ Դրանցից 12 հատ են ոնց որ մեր առաքյալները Մայսեվի ակադեմիկոս Մայսեվի գլխավորությամբ դրանցից մեկը կոչվում է փողի մոլուցքը։ Պես ասած փողի մոլուցքը ոչ միայն Հայաստանում է, որ նյութական արժեքներով են ապրում, այլ ամբողջ աշխարհում է այդպես։ Եվ կարևորում եմ, տեսեք, նոր ասում ենք Սփյուռքում ապրում են, գալիս են ցանկացած աշխատանք կատարում, Հայաստանում ներկայանում են ամենամեծ պիլոտաժով, հա, որ իրենք այսպեսին են, այնպեսին են։ Բայց Սփյուռքը այսօր եւ նախկինում էլ մեծ փոփոխության է ենթարկվել, այսպեսի բան կա, եթե մենք կարողանանք Հայաստանի հայկական քաղաքակրթության պետական օրենսդիր, գործադիր կարգադրիչ, դատական, ինչպես նաև Սփյուռքի կառուցվածքները կվալիմետրիկ ստանդարտներ ստեղծենք, նման աշխատանք արդեն վերջացնում ենք, որովհետև ամբողջ պլատֆորմը պետք է տեղափոխվի, պետք է բառը նորից ես ներողություն եմ խնդրում, հանում եմ, տեղափոխում ենք զուտ հայկականությանը, որովհետև ժամանակի ընթացքում հայոց աշխարհը եղել է կոմունիկատոր։ Աշխարհի բոլոր քաղաքակրթությունների հետ կապ ենք ունեցել, հռոմեացիներն են եկել, մյուսներն են եկել, գնացել, բայց այսպեսի խայտարակ իրողություն, ինչպեսին իրականացնել են ջոմնաները, այդպեսի բան չի եղել։ Եվ այսօր իրոք մեզ հասցրել են նման իրավիճակի մեջ, տեսեք ինչ է, այսօր մեր բանակի օրն ենք նշում եւ մենք բարձվում է եւ ուշացումով, որ ամբողջ զենքն ու զինամթերքը վաճառել են, դա նոնսենս է, գեներալներ են։ Ժամանակի ընթացքում այդ փոքր տարածքում 29000 քառակուսի մետրի վրա կար մի գեներալ։ Եվ այսօր դրությամբ այդ ունեցած բոլոր գեներալները եւ մենք ունենալով աֆղանական պատերազմում լեռնային պայմաններում այսօր ցանկացած պետության ղեկավար կուզենար մեր գեներալ լեյտենանտ Նուրադ Գրիգորյանին ունենալ իր մոտ խորհրդատու։ Բայց մեր ամբողջ բանակը այստեղ ռուսականացման, ֆրանսիականացման կամ ամերիկացման մասին չի խոսքը։ Մասնագետի կարևորությունն է։ Այսօր հենց նման ձևով մենք կարող ենք վերականգնել մեր ամրությունը, որովհետև հիմնական խնդիրը լինելու է Երևանի շուրջ հավաքել եւ այն բոլոր տարածքները վերցնել։ Ինչպես են անելու, պարզ ասեմ, Ադրբեջանը թող բոլորն էլ իմանան, Ադրբեջանը պատրաստում է պահանջատիրություն 30 տարվա ընթացքում իրենց տարածքները անօրինական վերցնելու օգտագործելու համար մոտորապես փորձագետներից ես լսել եմ որոնց գոլեգաներ են ընդգրկել են գործընկերները 50 միլիարդ դոլարի սահմաններում, բայց հարցը պարտքի միջոցով չի լուծելու։ Հիշենք առաջին երկրորդ համաշխարհային պատերազմ, երբ Ֆրանսիայի, Գերմանիայի հետ խնդիրներ կար Լոթարինգիայի եւ Սիլեզիայի հարցում, նրանք այդ տարածքները վերցնում են, ասում են, երբ որ ձեր մոտ գումար ունենաք, այն ժամանակ այդ հարցերը կլուծեք։ Այսինքն մենք պետք է պատրաստ լինենք, ինչպես նորից նշել ենք 5 տարի առաջ, 10 տարի առաջ, որ պատրաստ լինենք մեր բնակավայրերը բնակեցնենք։ Ես մի բան եմ ուզում կներեք, որ ընդհատում եմ, պարզապես ուզում եմ հասկանալի դարձնել ինձ համար այսօրվա իրականությունը, կոնկրետ այսօրվա Հայաստանը, այս ուղղությունը, կոնկրետ մենք ուր ենք գնում, այս ճանապարհն եմ ուզում հասկանամ, ներողություն, թուրք-ադրբեջանական մերձեցման պարտադրանքով, թե ուղղակի այսպես բարեկամական կշիռ պետք է ունենա, որպես հարևան պետություններ, որովհետև նույն Սփյուռքում ինչպես կարող է Սփյուռքայի կամ Սփյուռքի փխրուն սիրտը դիմանալ հայ-թուրքական, ադրբեջանական մերձեցմանը, չէ՞ որ մենք բոլորս կոնկրետ ավանդական Սփյուռքի վերաբերյալ նույնությամբ ասեմ, որովհետև նրանք բոլորը մազապուրց եղած ժառանգներն են այն իրականության, որի մասին մենք խոսում ենք։ Իսկ տեսեք, փաստացի Նիկոլ Փաշինյանը արդեն հեգնում է նրանց նույնպես եւ հանրայինի եթերում նման մի արտահայտություն արեց։ Եթե նրանք ուզում են գնալ իրենց պապերի երկիրը, հայրենիքը, ազատ են կարող են գնալ, ինչ գործ ունի այստեղ Հայաստանը։ Այսինքն սա ինչ խոսույթ է եւ սա ինչ վերաբերմունք է առհասարակ Սփյուռքի ավանդական Սփյուռքում ապրող հայության համար եւ այստեղ լուր են այդ ամենի վերաբերյալ եւ չեն ընկալում թե Փաշինյանն ինչ արտահայտություններ է անում։ Չէ՞ որ ամբողջությամբ պայքարը մղված է, որ հայդատի խնդիր կա, գործունեություն է ծավալվել, այսքան տարի ցեղասպանության համար պայքար է մղվում,
Ինչ է սա նշանակում, ինչու ենք վերջը ավարտին մոտեցնում այն, որ իրականություն է, ինչու ենք ուզում ջնջել այն պատմությունը, որը որ մեր կյանքում, մեր կենցաղում, սերունդների դաստիարակչության մեջ առանձնահատուկ նշանակություն ունեցող փաստ է։ Ես ոչ մի գործ չունեմ Փաշինյանը հարկային քաղաքականությունը ինչպես է վարում, գործ չունեմ թե ինչպեսի հարկեր է ստեղծում, ինչի անում, տրանսպորտն է թանկացնում, թեև դա էլ ընդունելի չէ, կրկնում եմ, ընդունելի չէ, բայց Էս ուրա գնում ես մարդու, ուրա կպնում ես մարդը, ինչ գործ ունի ինքը ես դաշտում, սա եմ ուզում հասկանալ։ Բարի, ինքը նախ մի սուտասան կարող է ինչ-որ բան, ինչ ուզի ասի, հազարավոր ճիշտ խոսացող մարդիկ չեն կարող ոչինչ անել, բայց խոսքը այստեղ անելու չնանելու մասին չի խոսքը։ Հայկական հարցի, հայոց հարցի, ցեղասպանության, նրա ճանաչման, նրա էությամբ ընդունելու հարցերը դրանք այդ հարցերը բոլորը փակված են։ Նախ նշեմ, որ ինչպես իր ելույթում, եթե կխորանամ ուրեմն կոնկրետ, խոսում է, որ 39 թվականին չեն խոսել ցեղասպանության մասին։ Ցեղասպանության մասին 39 թվականին Ադոլֆ Հիտլերը ասել է հայոց ցեղասպանության մասին։ Ուրեմն եթե ինքը անգրագետ է, դասալիք է, դա չի նշանակում, որ աշխարհի ոչ միայն մեր ժողովուրդը, այլ ամբողջ ժողովուրդը դասալիք է։ Երկրորդը ցեղասպանության մասին կոնվենցիան ընդունվել է Լեմկինի կողմից պրոֆեսոր, որը ներկայումս իդեպ ես ասեմ ընդունվել նախապատրաստել են որպես մշակութասպանություն, բայց աշխարհումների կողմից միավորված ազգերի կազմակերպությունն էլ, այսպես ասած, նրանց կողմից ստեղծված օրգան է։ Տեսեք, այսօրվա դրությամբ չկա Հելսինկիի աշխարհակարգը, այսօրվա դրությամբ չկա Յալտայի կողմից ձևակերպված աշխարհաքաղաքական կյանքը, այսօրվա դրությամբ հիմք է ընդունվում առաջին համաշխարհային պատերազմից հետո Փարիզի վեհաժողովում հաղթող պետությունների կողմից ընդունված որոշումները եւ նոր ստեղծված ազգերի լիգան։ Այդ միավորված ազգերի կազմակերպությունները շատ շտապ ստեղծել են, այստեղ մեծ նշանակություն Միացյալ Նահանգների 42-րդ նախագահի Ռուզվելտի հրահանգը, ուրեմն Դրեզդենի, Բերլինի փոխարեն ռումբեր են նետել Դրեզդենի վրա, որտեղ ֆաշիստ չկար, էությամբ Բերլինը գնդակոծելու փոխարեն եւ Ճապոնիայի վրա ռումբեր նետել են եւ այսպես ասած դիվանագետներին հավաքել են Ատլանտիկ օվկիանոսով տարել են կոմունալ մի բնակարանում տարբեր սենյակներում եւ նրանց կարող են վիզա տալ, նրանց կարող են ընդունել, չընդունել եւ ներկայիս ստեղծված համակարգը այդ կեղծ օրգանն է իր բոլոր համակարգերով ՅՈՒՆԵՍԿՕ-ով եւ այլն, որոնք բոլորը փակել են հայկական հարցի լուծումը, տեսեք 100 տարվա ընթացքում չի դատապարտվել, բայց դա չի նշանակում առաջի անգամ հենց առաջինը Թուրքիան է ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Եթե մենք հիշում ենք 19-20 թվականների դատավարական process-ը Անգլիայի կողմից իրականացված եւ նույնիսկ մեր հարցերի դե յուրե դե ֆակտո լուծված հարցերը ես ինչի համար եմ ասում դե յուրե, որովհետեւ առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ գծված քարտեզները, որ ասում են Սևրի պայմանագիրը չի հաստատվել, ամբողջ մերձավոր արևելքը ձևավորվել է այդ պայմանագրով իրենց ասած ռատիֆիկացիա չի ընդհանրական։ Պարոն Գասպարյան, մենք պետք է մի փոքր ընդմիջենք, շարունակենք գովազդից հետո, շատ կարևոր է, որովհետև ձեզ հետաքրքիր է լսելը, պարզապես մեր եթերաժամը գովազդային սահման ունի, պետք է չանցնենք։ Ես ուզում եմ տեղեկացնել իմ շատ սիրելի հեռուստադիտողներին, որ մեր համայնքում գործում է Երևան Shipping ընկերությունը, որը ձեզ հնարավորություն է տալիս իմ լավ հեռուստադիտողներ օգտվել նրա ծառայություններից, առաջնահերթ առաջարկում է ծանրոցներ ուղարկել դեպի Հայաստան ինքնաթիռով ընդամենը pound 2.99 արժեքով եւ դրամական փոխանցումներ դեպի Մայր Հայաստան ընդամենը 1%-ով։ Գովազդ մեր եթերում։ Երևան Shipping, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։
Ժողովուրդ սենսացիա, ծրիա, Նորթ Հոլիվուդ կալենդել։ 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոնը։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ կալենդել։ Ես տեղեկացնում եմ շատ սիրելի հեռուստատողներին, որ մենք աշխատում ենք ABC հեռուստակայանում եւ բնականաբար Լոս Անջելեսից ենք եթեր հեռարձակվում, նաեւ դուք կարող եք ունկնդրել մեր հաղորդումները Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Մենք մեր հաղորդումը բաղկացած է երկու մասից եւ մենք շարունակում ենք մեր ծրագիրը, այս պահին կրկին անգամ հիշեցնում եմ, որ մեր հաղորդման հյուրը շատ հրաշալի մի անձնավորություն է, մենք կապ ենք ստեղծել Մոսկվա քաղաքի հետ եւ խոսում ենք մեր իրականությունից եւ խոսում ենք կարեւորի մասին։ Պարոն Գասպարյան, այսպեսի մի հարց եմ ուզում ուղղել ձեզ, շատ հակիրճ, որովհետև մեր հաղորդման առաջի մասի սահմանը շատ ամիջապես ժամանակի առումով շատ քիչ է, ինչ անել, որ հայ ժողովուրդը հարթնանա այս գորշ իրականությունում։ Յուրաքանչյուր հայ պետք է սկսի իրենից, մեզնից։ Այսինքն այսօր ինչ պետք է անենք, ոնց որ 100 տարի առաջ Թուրքը Սարդարաբադի մոտ, դուք լավ հիշում եք, որ Ղարաքիլիսայում, այսինքն Կիրովականում, ներկայումս Վանաձորում իրականացրեցին կառավարության որոշումներ եւ նման նշանավոր մեր զորավարները ծուղակը համարյա մեր ժողովրդին ծուղակի մեջ գցեր, այնտեղ նաեւ Անդրանիկն էր, ես իրանք չունեմ Անդրանիկի մասին բացասական, բայց կատարում էր կառավարության որոշումը։ Կառավարությունը որոշել էր հանձնվել։ Այսօր Թուրքը հասել է Երևանի կենտրոնը։ Եվ մեզնից մենք բոլորս եւ իսփյուրս աշխարհի եւ Հայաստանի Հանրապետությունում պետք է իրականացնենք անհնարինը, ինչպես Նժդեհն է արել, տեսեք 700 հոգուց կազմված իր ջոկատով փրկել է ոչ միայն հայոց աշխարհը, որովհետև գիտեք, հենց Կարիդորի Միջանսկի հարցը դրվում, երկրորդ համաշխարհային պատերազմում երբ Լեհաստանում Միջանսկի հարցը դրվեց, սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Դա իր պատճառահետևանքային կապեր ունի եւ այդ մութ ուժերը ցանկանում են արդեն ավելի խորը գնալ, այնտեղ զենքի առևտուրն է, մարդկանց առևտուրն է, նարկոտրաֆիկան է։ Նման իրավիճակից դուրս գալու համար Չինաստանը 42 միլիոն մարդ վերացրել է, զոհ է տվել, որպեսզի իր հասարակությունը մաքրի։ Այսօր կամ մենք պետք է մաքրվենք, ընդունենք հայկականությունը, ամեն ինչ տեղափոխենք մեր խնդիրները, մեր լինել չլինելու հարցը։ Բոլորս համախմբենք, սիրենք իրար։ Պարոն Գասպարյան, եթե թուրքերը մտնեին Հայաստան, այսպես պատկերացնեմ, կամ կմտնեն Հայաստան, էլ ինչ ավելի մեծ աղետ կբերեն այս ժողովրդի գլխին, քան այս թրքալեզները, որը անում են այս վտանգավոր բաները մեր ժողովրդի նկատմամբ։ Ինչ եք կարծում։ Ավելի մեծ աղետ կբերեին, թե նույնությամբ իրագործեին այս իրականությունը, որը որ մեզանում կա։ Տեսեք, երբ որ
Ցեղասպանության ժամանակ տեղահանվեց մեր ժողովուրդը, մազապուրց մի մասը փրկվեց, նրանք ունեցած չունեցածը թողել են ներգրում, բայց Արցախից դուրս գալուց մարդիկ իրենց հարազատների մասունքներն էին տեղափոխում, գերեզմանակարերն էին տեղափոխում, այսինքն թուրքերի մտնել չմտնելու տարբերությունը 21-րդ դարում համարվում է այդ ռեալ իրականությունը, բայց Հայաստանից որտեղ ենք մենք գնալու, լավ, սարքում են Երևանը բազմաց, Պակիստանից, չգիտեմ ճանաչված, չճանաչված, հետո ինչ ենք անելու, այդ մութ ուժերը, այդ վաշխառուները մեր ժողովրդին հանգիստ չեն տալու, թեև Շվեյցարիայում նստել են, որոնք ծնողները իրոք ենթարկվել են ցեղասպանված եւ այսօր 2 կոպեկի հետևից ընկած, ես չեմ հասկանում նրանք ինչպես են նրանք ապրելու։ Հասկանալի է, ես ուզում եմ պարզապես այս պահին այդ հարցը ուղղել ձեզ, տեսեք դուք ասում եք նրանք ինչպես են ապրելու եւ ինչ շարունակություն է ունենալու, փաստորեն ապրում են եւ շարունակությունը գոյություն ունի։ Այս դեպքում նորից վերադառնանք Սփյուռքի համընդհանուր թեմաներին եւ փորձենք հասկանալ դուք ասում եք Սփյուռքը պետք է դիմի, աղմուկ բարձրացնի, համախմբվի եւ այլն, բայց Սփյուռքն էլ է լուր, այդ ցավոք սրտի Սփյուռքն էլ է լուր, ինչու համար է լռում Սփյուռքը, ավանդական կուսակցությունները, որոնք ամբողջ կյանքում մեզ ուղղորդեցին մահ կամ ազատության, չգիտեմ, այս իրականության մասով եմ ուզում խոսել, ինչու է լուր Սփյուռքում, ինչու են այսքան անտարբեր, սա եմ ուզում հասկանալ, որտեղից այս անտարբերության մթնոլորտը ծնունդ առավ։ Ուրեմն Սփյուռքը ինչքանով մեր մասնագետները, փորձագետները ուսումնասիրել են, կազմված է 2 մասից, մինչև 1991 թվականը եւ հետագայում նաեւ սպիտակ ցեղասպանությունից, գործադիր իշխանությունների կողմից Հայաստանը լքած ապրուստի միջոցներ հայտարարելու կամ բարեկամների եւ այլ կողմից։ Այդ նախ առաջին բաժանումը այդպես է եղել։ Երկրորդը մեր ավանդական կուսակցությունները թող չնեղանան, սկսած Սալոնիկիում, ես թող չասեն, ես իրենց համեմատ ավելի ջահել եմ, Սալոնիկից սկսած նույն համագործակցությունը եղել է տարբեր եւ մեր երկրպագությունները, ինչպես Արաքելական եկեղեցին, այնպես էլ կաթոլիկ եւ մնացած ուսմունքները երկրպագող ժողովուրդները, ես կարող եմ ասել ներկայիս պայմաններում նրանք բոլորը իրենց արդեն սպառել են։ Ես այդ հարցը ուզում էի ձեզ ուղղել, ինչու համար է անգամ եկեղեցին լուր։ Անգամ եկեղեցին, այսօրվա դրությամբ տեսեք Հայաստանի անկախության հռչակագիրը օծել է ամենայն հայոց կաթողիկոս Վազգենը։ Այո։ Իսկ այսօրվա դրությամբ մենք Կալկաթայում ունենք մեր հայության կողմից, որ այսօր այնտեղ հայություն չկա եւ այդպես վերանալու է, ինչպես Թիֆլիսում, ինչպես Բաքվում, ինչպես Կոնստանտինոպոլսում, ինչպես Բրազիլիայում, ինչպես Հոնկոնգում եւ մեր եկեղեցին հիմնականում Արցախի առարկա է սարքել, այնտեղ նույնիսկ ես տեսել եմ հայկական գերեզմանոցը ասֆալտով հարթացրել են եւ օգտագործում են որպես կայանատեր։ Ես չգիտեմ, ես ոչ թե փողոցում ես իրավունք չունեմ որպես քրիստոնյա, այսպես ասած հայ, բողոքել քրիստոնեությունից, դրսում իհարկե մենք բոլոր ժողովուրդներին այսօր պետք է 2 տարբերակով Եվրոպայում ապրող եւ քրիստոնյա բոլոր ժողովրդին ասենք, որ ձեր հիմնական դասագիրքը համարվում է ավետարանները եւ համարվում է Աստվածաշունչը, որտեղ գրված է Նոյը իջել է Արարատից եւ առաջին հենց բնակիչները մենք ենք բոլորը առաջացել եք մեզնից, որովհետեւ գիտեք ինչ ասում են, այստեղից սկսվել է մի քիչ հարավ, մի քիչ հյուսիս, նոր խոսում ենք Մայիսեի մասին, խորը քննարկում ենք Մովսեսի մասին եւ մենք չենք խոսում Մուսա լեռան մասին։ Այո։ Գիտեք, այո, երբ որ ասում բայց ես ավելի խորը կասեմ, այսօր մեր քարահունջից է ձևավորվել զոաստրիզմը, որոնք կոդավորումները
Ռաշիվանը վերցանումները ճիշտ չկատարելով ստեղծել են նույնիսկ Իրանի շահինը չի գցեցին, որտեղ ուզում էին իսլամից հրաժարվել, նորից գնան զոաստրիզմ։ Այս բոլորը մեր ժողովուրդը պետք է իմանան, իսկ այսօր մենք քարահունձին տեր չենք կանգնում։ Այսօր մեծ ինչի միջանցք ուզում են Ասեք, ուշադիր լսում եմ ձեզ։ Ինչի Սյունիքի միջանցք ուզում են, որովհետև այնտեղ Սյունիքի այդ ճոճվողությունը դա մատնանշում է նոր քաղաքակրթության առաջացումը, որ տիեզերքից կատարվում է 2650 տարի։ Ինձ համար դա ամբողջ մոլորակի չեմ ուզում ես խորանամ, եւ մենք այսօր մեր ունեցածին տեր չենք ուզում կանգնել։ Ամեն ինչին, եթե Նիկոլը իր անգրագետ Թերուս Հալին 10 հոգի, որոնք ցեղասպանության զոհերի ժառանգներն են, ներկայությամբ նշում է, ես էլ իմ ծնողներն էլ, ես Գորիսետ չեմ, բայց մեր մի մասը անից, գաղթած, կավփա, Ղրիմ, այնտեղից Տագանրոկ եւ Զանգեզուր են եկել, իսկ մյուս մասը Գողթան աշխարհից են ցեղասպանություն։ Ես ոնց կարող եմ մոռանալ Նախիջևանը, ոնց կարող եմ մոռանալ Անին։ Հենց Անիի տրթադի այդ ստեղծած Անի այդ կենտրոնական եկեղեցու հիման վրա աշխարհի բոլոր փորձագետները այսօր մշակութային արժեքների անշարժ գույքը գնահատում են եւ մսկիթները, եւ սինագոգաները, եւ եկեղեցիները Անիի գլխավոր տաճարի հիման վրա։ Եվ այսպեսի մի հարց եմ ուզում ուղղել ձեզ, պարոն Գասպարյան։ Նորից հարցը բխում է Փաշինյանի հերթական խոսույթից, ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ինչ է նշանակում Արարատի պատճառով մեզ զենք չեն վաճառի։ Այ կբացեք այս կոդը հասկանանք, ինչ է սա նշանակում։ Ինչ-որ մեկը Արարատի պատճառ կամ Արարատի հիման վրա է զենք բերում հայրենիք, թե չեմ հասկանում, սա ինչ է նշանակում, սա ինչ մեսիջ էր, ես էլ չհասկացա սրա մասին։ Այ դուք կարող եք մեկնաբանել։ Դրանք բոլորը թուրքական ծրագրեր են, իդեպ ձեզ տեղեկացնեմ, որ 100 տարի առաջ Կիլիկիայի ամբողջ տարածքները նվիրել է Քեմալը մի ազնվորության, որը ստեղծել է ուսումնական հաստատություններ եւ պետական մեքենաներ, որտեղ արդեն այսօր կրթություն են ստանում նաեւ հայ ազգի, հայ արքանդից, ոչ հայ ծնված, գուցե եւ ոչ հայ արքանդից մեր երիտասարդությունը, որոնք նման հարցեր են բարձրացնում։ Ես ինչ կուզեի, հիշում եք ժամանակին ծիծաղում ենք հայկական ռադիոյին հարցնում են, ասում են նման բողոք եղել է եւ ասել են թուրքերը իրենց ինչի են Բյուզանդիայից վերցրած, հա, լուսինը դնում։ Մարդը կենթանուց ինչով է տարբերում։ Եթե ինքը նորից եմ լսում, Թերուսը մեր ամբողջ ժողովուրդը Թերուս չէ։ Տեսեք, աշխարհով մեկ այնպեսի իհարկե մեզ Նոբելյան մրցանակ չեն տալիս, որովհետեւ Նոբելը վերցրել է Բաքվում մեր ունեցած բոլոր նավթահորերը, այսինքն բիզնեսը տվել են British Petroleum-ին, հայերից ունեցած եւ էությամբ գտնում եմ, որ այդպես չլինի, այդ աշխատանքներն էլ կատարվում է, ամենայն դեպս փաստաթղթերը հավաքել ենք, թե ինչպես են հայկական բիզնեսը վերցրել, ոնց կարելի է Արարատը, եթե բոլոր ժողովուրդները գտնում են, որ ամեն ինչի սկիզբը սկսվում է Արարատից։ Իհարկե կան 3, 4, 5 անգամ կատաստրոֆաներ են եղել երկիր մոլորակի վրա, այդպես եթե խորանում ենք, հետո գնում ենք մեր պորտասարը։ Եթե մի քիչ խորանում ենք, գնում ենք մեր իշխանասարի էծագիր արձանագրությունները։ Աշխարհում էծագիր արձանագրություններ շատ կան, բայց նույնիսկ կա Նեղուսի ափին, որ այսպես նշում ենք, չէ հովտում, բայց այն, որ կա ֆլորան եւ ֆաունան, համապատասխանում է հայկական դերնաշխարհին, ամբողջ աշխարհում, հենց դա Սյունիքի էծագիր արձանագրությունները, որոնք դրանք գրերի առաջին ձևերն են։ Եվ Մասիսից հրաժարվել եւ Մասիսը չընդունել, մենք չենք ընդունում, աշխարհի բոլոր ժողովուրդները ընդունում են, որ Արարատի երկիրը մենք ենք, բայց մենք կենթանի չենք։ Մարդը կենթանու Այս իրականությունից դրդված կամ այս իրականության մեջ ապրելով կամ այս իրականության մեջ այս տգեղ իրավիճակներն ընկալելով, քանի որ մեր երկրի կառավարությունը առանձնահատուկ այսպես ամեղսունակ է իդեմս վարչապետի, հնարավոր է Սիրիայի տարբերակը Հայաստանում, եթե այսպես շարունակվեց։ Ուրեմն սցենարները կազմվում է, ես ի սկզբանե նշեցի,
բայց իրականության մեջ ուրիշ հարցեր են իրականանում։ Եկեք այս հաղորդումը օգտագործենք, եթե թույլ եք տալիս։ Սիրով։ Դրանք ոչ նյութական, ոչ հոգևոր ծախսերի հետ կապված չեն։ Պայմանավորվենք, որ յուրաքանչյուր հայ էլեկտրոնային փոստով Հայաստանի դատախազությանը դիմում է քրեական գործ հարուցել։ Մենք այդպիսի ցանցային պետության, առաջին ցանցային պետությունը մենք պետք է լինենք։ Իրոք այդպես է, տեսեք, պետականությունները եղել են, լավ չեմ ուզում խորանալ, նույնպես ազգերի եւ ժողովուրդների տարբեր Ամերիկայում, դուք Ամերիկայում եք, ամերիկացին որպես ժողովուրդ չի, բայց պետությունները մենք ասում ենք Գերմանիա, գերմանացի, բայց այնտեղ կան 8 միլիոն թուրքեր, որոնք եւ Գերմանիայի քաղաքացի են եւ Թուրքիայի քաղաքացի են։ Այսօր մենք Հայաստանի քաղաքացի չենք եւ մենք իրավունք չունենք։ Բայց Փարիզի վեհաժողովում իդեպ Միացյալ Նահանգները սուպեր պետություն դառավ հենց մեր հարցերով զբաղվելով առաջին անգամ քննարկելով։ Լորենցո կողմից 2 մանդատով է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունը եւ Արևմտյան հայերը, որը Անդրանիկի եւ Նոբար Փաշայի միջոցով 2 մանդատ ունենք մենք։ Այդ մանդատի իրավունքը նրան չի տրված։ Առաջին մենք պետք է մոտեցում ունենանք 34 տարվա ընթացքում այդ 345,000 մարդիկ, որոնք իրենց զայնը որոշակի վաճառել են եւ ստեղծել են այդ վիճակը եւ պետք է պատասխանատվություն կրեն։ Գոնե այսօր եւ Հայաստանում ապրող Հայաստանի քաղաքացիները եւ իսկ փյուրս աշխարհի էլեկտրոնային փոստով դիմեն դատախազին քրեական գործ հարուցելու Հայաստանի անկախության հռչակագրի, Հայաստանի սահմանադրության եւ քրեական օրենսգրքի Հայաստանի Հանրապետության 135-րդ կետի խախտման համար գործ հարուցելու համար։ Եթե կարողանանք նման նախաձեռնություն արդեն կազմակերպել եք Մոսկվայի հայության հետ միասին։ Մենք սկսել ենք, որովհետեւ նման փորձ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բայդենին ուղված, գիտեք, ճանաչում եք, եւ կուզեի ձեր տաղավարում լիներ դոկտոր Վաղարշակ Փիլոսյանը, ցեղասպանություն ճանաչելուց հետո մինչեւ հիմա արդեն 52-րդ եւ այսօր աշխատում են նաեւ Քենեդիի հետ, ես կծանոթացնեմ եւ այդ ստորագրության փորձը մենք ունենք, միացել ենք Ֆրանսիայում ապրողները, որովհետեւ որոշակի պարտականություններ Ֆրանսիան ունի Գիլիգայի հարցում, հիշում եք, որ շաքարի բիզնեսով մեր ամբողջ հարցերը Ֆրանսիային տվեցին եւ մենք զրկվեցինք մեր Գիլիգայից անկախ ճանաչված։ Այդ աշխատանքների փորձեր ունենք, կազմակերպում ենք։ Դա անհատական ամեն մի հայ մարդը կարող է ներկայիս ստեղծված, այսպես ասած, էլեկտրոնային, միջոցով դիմել քրեական գործա։ Տեսեք ինչ հրաները այդպես գործ արեցին 6 միլիոն, 4 միլիոն, 6 միլիոն մարդ գրեցին եւ ճանաչեցին։ Իսկ այսօր մենք պետք է Իսկ ամենապրիմիտիվ տարբերակով Նյու Յորքը պատկերացնեք, որ հանկարծ Իսրայելի վարչապետը նման հայտարարություն անի եւ կասկածի տակ դնի հոլոկոստը։ Պատկերացնեք։ Կպատկերացնեք երբևիցե, որ Իսրայելի վարչապետը օրերից մի օր կասկածի տակ կդնի հոլոկոստը։ Նման բան կպատկերացնեք դուք կյանքում։ Երբեք ես աշխատել եմ ցեղասպանության թանգարանի եւ Երուսաղեմի 8 պրոֆեսորներ իմ գործընկերներն են, որոնք ճանաչում են իսկ մեր երկրի ղեկավարը, բայց ինչի մասին է, հայոց լեզվի օրենք խախտում է, տեսեք ինչի մասին է, օրենքով Հայաստանի քրեորեն պատժելի գործողություն է կատարում, տեսեք Հայաստանի տարածքը տավուշում հանձնել են, բայց այսպիսի պարտքեր ներկայացնեմ ինչի համար արվում եւ պատասխանը տամ, որ դուք ասում եք Իսրայելի պրեմիեր-մինիստրը չէր անի վարչապետը, ուրեմն այդ տարածքները ասում են մերը չէ, այդ բնակավայրերում ընտրություն է կազմակերպել, ընտրական տեղամասեր են եղել, այդտեղից ընտրվել են դեպուտատներ ազգային ժողովի, ազգային ժողովը ընտրել է եւ վարչապետ, եւ ազգային ժողովի նախագահ, եւ նախագահ, նրանք նախորդ իրենց ընդունում են ոչ լեգիտիմ, որպեսզի հետագայում պատասխանատվությունից հրաժարվեն։ Այո։ Դե եթե այդպես է, ուրեմն այդ պրիմիտիվ փոքր քայլով եկեք բոլորը դիմենք, հենց սկսած ինձանից, ես վաղը դատախազության էլեկտրոնային հասցեն կա, համացանցում կա, կարող եմ դիմել, որպեսզի գործ հարուցեն նման հարցի համար։
Գրիգորյան, որտեղ խախտում է հանրապետության այդ բոլոր 3 կարևոր առանցքային Առաջարկությունը շատ լավ էր եւ կարծում եմ շատերը լսեցին ձեզ եւ բնականաբար նույն Սփյուռքում, ովքեր որ ամբողջ կյանքում այս ամենի վերաբերյալ պայքար են մղում, չփոշիանա այս իրականությունը եւ Սփյուռքը փորձի արտանալ, որովհետեւ սա կարևոր նշանակություն ունեցող իրականություն է եւ սա սերունդներ է դաստիարակել այս հարցը մենք ապրել ենք այս ամենը տեսել ենք մեր տատիկներին լսել ենք նրանց պատմությունները մի խոսքով այս իրականությունը խեղաթյուրել դա պետական դավաճանություն է շնորհակալություն եմ ձեզ հայտնում պարոն Գասպարյան որ դուք եղաք մեր եթերում կներեք ուժամի համար որ կապ հաստատեցինք ձեզ Մոսկվա քաղաքի հետ եւ շարունակական թող լինի մեր կապը եւ փորձենք մեկս մյուսի այսպես առաջնորդել դեպի իրականությունը շատ կարեւոր է ձեր խոսքը որպես դոկտոր պրոֆեսոր եւ շատ բնական եմ համարում որ հայ մարդը պետք է աշխարհում ամենուրեք ազատ խոսքի իրավունք ունենա Սփյուռքի առաջ Գրիշա Սանդալյանի հաղորդաշարը տալիս է այդ հնարավորությունը մեր Սփյուռքում ապրող բոլոր մեր հայրենակիցներին ովքեր ասելիք ունեն կարևոր կոչ ունեն եւ այդ ամենը պետք է բերենք մեր իրականության օրակարգ շնորհակալություն ձեզ պարոն Գասպարյան ստեսություն եմ մաղթում լավ եղեք շնորհակալություն ձեր տաղավար հրավիրելու համար թողլույսը բաշխվի յուրաքանչյուր հայի իսկ Սփյուռոս նորից աշխարհի ընտանիքների վրա միայն գույսը բացեք շնորհակալություն իմ շատ սիրելի հեռուստատողներ այսօր այսքանը ապրեք խաղաղությամբ եղեք երջանիկ եղեք ապահով եւ ամենակարևորը աշխարհի որ անկյունում էլ որ կլինեք հայ մնացեք դա շատ կարեւոր է տեսություն